Երբ հեղափոխության առաջին ականատեսները մտան կառավարական նիստերի դահլիճ ապրիլի 23-ի առավոտյան, նրանք գտան մի բան, որ չպետք էր գտնվեր այնտեղ։ Գույնզգույն մետաքսե պաստառների ներքո, երկրորդ հարկի անկյունային սենյակում, ուր մինչ այդ օրը պահպանվում էին անվտանգ գաղտնիք կրող դոսիեներ, կար ամբողջ արխիվ բարեգործական գործարքների մասին։ Ոչ թերթեր, ոչ պաշտոնական հաշվետվություններ, անձնական նամակներ, սեփականորեն գրած, երբեմն զարդապատված ստորագրություններով, ուններով, որտեղ Հայաստանի ամենահարուստ մարդիկ խոստանում էին միլիոնների պարգևներ առաջին տիկնոջ հիմնադրամներին։ Ստորագրություններից երկուսը բոլորի ծանոթն էին։ Գագիկ Ծառուկյանի եւ Սամվել Ալեքսանյանի անունները պայծառում էին թանաքի ոսկեգույն հետքերի տակ։ Այդ թղթերի մի մասը արդեն գոյություն չունի։ Նրանք անհետացան ճիշտ այն օրը, երբ մեկ այլ անուն, Սերժ Սարգսյան, ասաց հրաժարվում եմ, եւ իր ամենամտերիմ բարեկամները, նրանք, ում ընտանիքները քնքշորեն կոչում էին մեր զավակներ, վերածվեցին անտեսանելի ստվերների։ Ինչու այդ նամակները այրվեցին։ Ինչու այն մարդիկ, ովքեր տասնամյակներ շարունակ ողողում էին Ռիտա Սարգսյանի գալա ընթրիքները ծաղկաբույրերով եւ չեկերով, մեկ օրվա ընթացքում դադարեցին պատասխանել հեռախոսազանգերին։ Եվ ամենաեղծանելին, ինչ գին վճարեցին նրանք, որպեսզի նոր իշխանությունը չներառի իրենց անունները սև ցուցակում։ 2011 թվականին, երբ Արագիլ հիմնադրամի տարեկան բարեգործական երեկոն տեղի ունեցավ հայրենական հրաշալի հյուրանոցներից մեկում, Ռիտա Սարգսյանը հագել էր մուգ կապույտ զգեստ, ինչը հրաշք կերպով արտացոլում էր Հայաստանի երեկոյան երկնքի գույները։ Նա անձամբ ողջունեց հյուրերից յուրաքանչյուրին, եւ երբ Գագիկ Ծառուկյանը մտավ դահլիճ իր կնոջ եւ երեխաների հետ, առաջին տիկինը ձեռք սեղմելու փոխարեն գրկեց նրան, ինչպես հին բարեկամի։ Արխիվային տեսանյութերը ցույց են տալիս, թե ինչպես Ծառուկյանը փոխանցում է ծրարը, եւ երբ Ռիտան բացում է այն, բոլորը տեսնում են հսկայական չեք, անպտղ ընտանիքների բուժման համար նախատեսված ծրագրի համար։ Սամվել Ալեքսանյանը, ով այդ իրիկուն նստած էր նույն սեղանի մոտ, խոստացել էր մեկ այլ լվիրատվություն՝ երեխաների սրտի վիրահատությունների համար հատկացված ճամբարի համար։ Նրա երեխաները խաղում էին Սարգսյանների թոռների հետ, իսկ տղամարդիկ խոսում էին քաղաքականությունից, մեղմ, առանց թշնամանքի։ Սրանք չէին պարզապես գործարար գործընկերներ, ովքեր դրամ էին փոխանցում իրենց պարտականությունների համար։ Սրանք էին այն մարդիկ, ում ընտանիքները կապված էին ոչ միայն քաղաքական, այլև անձնական հարաբերություններով, խնամիներ, քավորներ եւ նույնիսկ ընտանեկան հավաքների մասնակիցներ։ Ինչպես է տեղի ունենում այն, որ նման խորը պարտավորությունները վերածվում են արագ եւ անխղճահար դավաճանության։ Հեղափոխական շարժումն արդեն սկսել էր, բայց մինչև այդ օրը կարծես ոչ ոք իրականում չհավատում էր, որ Սերժ Սարգսյանը կարող է ընկնել։ 2018 թվականի ապրիլի 17-ին, երբ նա պաշտոնապես ընտրվեց վարչապետ, բարեկամ օլիգարխները շնորհավորանքներ էին ուղարկում։ 2018 թվականի ապրիլի 22-ին Նիկոլ Փաշինյանի ձերբակալության օրը ամբողջ բիզնես էլիտան լռեց։ Ոչ մի հայտարարություն, ոչ մի բողոք, ոչ մի վստահության տոկոս։ Ապրիլի 23-ին առավոտյան, երբ Սերժ Սարգսյանն անձամբ հայտարարեց իր հրաժարականը, այդ լռությունը փոխարինվեց մի տարօրինակ շարժումով։ Ռիտա Սարգսյանի տան դռները, որոնք բոլոր տարիներին բաց էին բարեկամների համար, այդ օրը փակ էին։ Ծառուկյանի հեռախոսահամարը, որը տարիներ շարունակ պահպանվում էր առաջին տիկնոջ անձնական տեղեկագրքում, այլևս չէր պատասխանում։ Սամվել Ալեքսանյանը, ով միշտ զանգում էր շնորհավորելու տոներին, լուռ մնաց։ Եվ այս լռությունը ճգնաժամի մեջ գտնվող ընտանիքի համար արժեր էր հազարավոր խոսքերից ավելի։ Սա էր իրական դավաճանության լեզուն։ Գագիկ Ծառուկյանն արդեն անցել էր բարդ ճանապարհ Սարգսյանների հետ իր հարաբերություններում, եւ 2015 թվականի հիշյալ Չարիքի պատմությունը, երբ իշխանությունները փորձեցին ճնշել նրան, դեռևս չէր մոռացվել։ Սակայն դա ավարտվեց հաշտության պայմանագրով, եւ Ռիտան անձամբ միջնորդել էր այդ խաղաղությունը։ Նրան համարում էին մարդու, ով կարողանում էր փափկացնել քաղաքական սուր անկյունները։ Երբ Ծառուկյանը հայտնվում էր նրա միջոցառումներում, նա միշտ ներկա էր ոչ միայն որպես դոնոր, այլև որպես ընտանիքի ընկեր։ Նման բարեկամություններն ունեին անհատական ծածկագիր կոդեր, հանրային հայացքից դուրս մնալու համար։ Սակայն ապրիլի 28-ին, երբ Ծառուկյանի թիմը պաշտոնապես հայտարարեց, որ միանում է ժողովրդական շարժմանը, ոչ ոք չիմացավ, թե արդյոք Ռիտան իմացել է այդ բանը նախապես։ Կար մի վարկած, որ Ծառուկյանը փորձել էր զանգահարել նրան, բայց խոսակցությունը երբեք չիրականացավ։ Այդ օրերին, ըստ երևույթին, հին բարեկամները դարձել էին պատմության թանգարանային արձաններ, որոնց ժամանակն արդեն անցել էր։ Սամվել Ալեքսանյանը, որին ժողովրդական միտքը կոչում էր պարզապես Լֆիկ Սամո,
եղել էր Սարգսյանների համակարգի ամենահավատարիմ զինվորներից մեկը։ Նրա մոնոպոլիստական բիզնեսի գոյատևումը կախված էր քաղաքական հովանավորությունից, եւ 2018 թվականից առաջ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ Ալեքսանյանը կարող է երբևէ դեմ դառնալ այդ ընտանիքին։ Նրա անունը հայտնի էր ազգային ժողովի ամենաարդյունավետ ձայն բերողներից, եւ ամեն անգամ, երբ անհրաժեշտ էր ստանալ ծանր օրենքներ, հենց Ալեքսանյանն էր այն մարդը, ով երաշխավորում էր արդյունքը։ Սակայն հունիսի 6-ին, երբ նա դուրս եկավ Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցությունից, նրա հայտարարությունը ներառում էր հետաքրքիր բարակապակցություն՝ բիզնեսի կայունության անհրաժեշտություն։ Սա նշանակում էր, որ նա արդեն տեսավ, թե որտեղ է փոխվում քաղաքական քարտեզը, եւ որոշում կայացրեց փրկել սեփական կապիտալը նախքան վերջնական կործանումը։ Հարցը, որ պտտում է շատերի գլխում, այն էր. արդյոք Ռիտա Սարգսյանը փորձել էր կապ հաստատել Ալեքսանյանի հետ, խնդրելով շարունակել աջակցել իր հիմնադրամների ծրագրերը։ Եթե այդպես էր, ապա պատասխանը ամենայն հավանականությամբ եղել էր լիակատար լռություն կամ կոշտ մերժում։ Ընտանեկան հավաքներում, որտեղ երբեմն միանում էին Ծառուկյանի եւ Ալեքսանյանի ընտանիքները, խոսում էին այն ապագայի մասին, որը կառուցվում էր երեխաների համար։ Խավորական կապերը, երբ ընտանիքներն առանձնահատուկ խորքով կապվում էին միմյանց հետ, համարվում էին անդառնալի։ Ռիտան հավատում էր, որ այդպիսի կապերը ավելի ամուր են, քան քաղաքական պայմանագրերը, քանի որ դրանք հիմնված են անձնական փոխադարձ հարգանքի եւ հնամանծ ավանդույթների վրա։ Սակայն 2018 թվականի ապրիլի վերջին, երբ այդ բոլոր կապերը փորձեցին վերականգնել, առաջին անգամ պարզ դարձավ, որ խավորական կապերը վերածվել էին թղթե հռետորաբանության, որը այրվում էր պատմության հրդեհում։ Խոսքը չէր անգամ նրանց անձնական թշնամանքի մասին, այլ պարզապես սառը հաշվարկի։ Յուրաքանչյուր օլիգարխ հասկացավ, որ նոր իշխանության հետ բանակցությունները կարող էին փրկել նրանց միլիարդավոր ակտիվները, մինչդեռ Սարգսյանների հետ կապը վերածվում էր տոքսիկ ժառանգության, որը կարող էր դրանք խեղդել։ Մայիսի 8-ին, երբ Նիկոլ Փաշինյանը ընտրվեց վարչապետ, Սամվել Ալեքսանյանը քվեարկեց նրա օգտին։ Սա այնքան անսպասելի էր, որ նույնիսկ առաջին տիկնոջ մտերիմները, ովքեր նույնպես պարտադրված տեղեկությամբ հետևում էին քվեարկության ժամանակ, զգացին ուժեղ տագնապ։ Ալեքսանյանը, ով տարիներ շարունակ երդվում էր հավատարմություն Սերժ Սարգսյանին, այժմ բաց ձայնով ասում էր, որ քաղաքականությունը չի իր բիզնեսը, եւ ինքը պարզապես ուզում է տնտեսական կայունություն երկրի համար։ Սա հակասում էր ամեն ինչին, ինչ նա կրել էր իր քաղաքական ազդեցության կոստյումով, եւ դա ապացուցում էր, որ նրա բառերն ու գործերը միշտ եղել են ենթարկված մեկ բանի՝ սեփական գոյատևման անհրաժեշտությանը։ Հարցը, որ պտույտ էր անում այդ օրերին առաջին տիկնոջ հին ընկերների շրջանում, այն էր. արդյոք Ալեքսանյանը երբևէ իրականում հավատարիմ էր նրանց, թե նա միշտ խաղացել էր հաշվարկված խաղ։ Մեկ ամիս անցավ։ Մայիսի վերջը Հայաստանում արդեն գալիս էր տաք ամառը, սակայն Ռիտա Սարգսյանի տանշուրջը մթնոլորտը սառ էր, ինչպես երբեք չէր եղել։ Արագիլ հիմնադրամը, որը տարիներ շարունակ զբաղվում էր անպտղության բուժման ծրագրերով, փաստացի սառեցրել էր իր գործունեությունը։ Հարյուրավոր զույգեր, ովքեր արդեն սկսել էին իրենց բուժումները եւ հույս ունեին երեխաներ ունենալ, հանկարծ դադարեցին ստանալ ֆինանսական աջակցություն։ Դա չէր միայն քաղաքական կործանում, այլև մարդկային ողբերգություն, քանի որ բուժման արժեքը շատ ընտանիքների համար անհասանելի էր առանց արտաքին ֆինանսավորման։ Հին հովանավորները, ովքեր տարիներ շարունակ երաշխավորել էին նվիրատվություններ, այլևս չէին պատասխանում կազմակերպիչների հեռախոսազանգերին։ Կառույցի աշխատակիցները, ովքեր փորձում էին պահպանել ծրագրերը կենթանի, մի օր գտան իրենց հանդիպակցությունում, առանց ֆինանսավորման, առանց հովանավորների, առանց հույսի։ Եվ ամենասարսափելին այն էր, որ նրանք գիտեին, թե ով էին այդ հովանավորները, եւ նրանց անունները կողմ կողքի արդեն հնչում էին նոր իշխանության գովասանքներում։ Մի պատմություն, որը թողարկվեց միայն հեղափոխությունից հետո, հիշատակում էր ու մեր ծաղիկների պատմությունը։ Ռիտա Սարգսյանի ծննդյան օրը, մայիսի 6-ը, տարիներ շարունակ նշվում էր շքեղ առանձնատներում, եւ օլիգարխները նրա տուն էին ուղարկում հսկայական զամբյուղներ, լի էկզոտիկ ծաղիկներով։ 2018 թվականի մայիսին այդ օրը հանդիպակաց էր դարձել նոր քաղաքական իրականության հետ։ Ռիտա Սարգսյանի տունը մնաց դատարկ, առանց ծաղիկների, առանց շնորհավորանքների, առանց զանգերի։ Մինչդեռ երբեմնի մտերիմ բարեկամները պատրաստվում էին Փաշինյանի նոր խորհրդատուների հետ հանդիպումներին, երաշխավորելու իրենց բիզնեսի անձեռմխելիությունը։ Այդ օրը, որքան էլ որ այն թվում էր անմեղ ծանոթության օր, իրականում դարձավ սիմվոլ։ Քաղաքական դավաճանության ամբողջ խորհրդանիշը կենտրոնացած էր այդ դատարկ տան պատերում։ Երբ հետազոտողները ուսումնասիրում էին արխիվներում առկա գաղտնի գործարքների դոսիեները, դրանք նկատեցին մի հետաքրքիր մանրամասնություն։ Բարեգործական ծրագրերի մեծ մասը ֆինանսավորվել էր ոչ թե բաց հաշիվներից, այլ անհատական, պարզունակ փոխանցումներից, որոնց մասին չկար պաշտոնական հաշվետվություն։
Այսինքն, երբ Ծառուկյանը կամ Ալեքսանյանը փոխանցում էին միլիոններ, դա արվում էր այնպես, որ արտաքին աշխարհը չտեսներ իրական թվերը։ Սա թույլ էր տալիս պահպանել բարեգործի քիմերային իմիջը, առանց ցույց տալու իրական մոտիվներն ու քաղաքական պարտադրանքները։ Երբ հեղափոխությունը վերացրեց այդ համակարգի պաշտպանիչ զրահը, բոլոր այդ փոխանցումները դարձան ավելի տեսանելի, եւ դա բացատրում էր, թե ինչու բարեգործական ընկերությունները այդքան արագ փակվեցին։ Հին օլիգարխներն այլևս չէին ցանկանում պահպանել որևէ կապ այն համակարգի հետ, որը դադարեց գոյություն ունենալ։ Եվ Ռիտա Սարգսյանի հիմնադրամները, որոնք տարիներ շարունակ համարվել էին Հայաստանի բարեգործության խորհրդության խորհրդանիշ, վերածվեցին քաղաքական դավաճանության հետագծելի վկայության։ Արդյոք այդ մարդիկ իրականում ատում էին Սարգսյանների ընտանիքը, թե պարզապես սառը հաշվարկով հասկացան, որ հավատարմությունը մեռած համակարգի հանդեպ կդառնար նրանց սեփական մահաճակատագիրը։ Տեսությունները շատ էին։ Մի տարբերակ ասում էր, որ Ալեքսանյանն ու Ծառուկյանը նոր իշխանությանը նոր իշխանության հետ ձեռք են բերել գաղտնի պայմանագիր, անձեռնմխելիությունը երաշխավորելու դիմաց։ Մեկ այլ տարբերակ պնդում էր, որ նրանք պարզապես վախենում էին սև ցուցակներում հայտնվելուց, եւ ցանկացած կապ Սարգսյանների հետ դիտվում էր որպես մահավճիռ։ Սակայն բոլոր այդ վարկածները ուներ մի ընդհանուր կետ՝ բարեգործությունը, որը վերածվել էր բարդ քաղաքական գործիքի, ոչ թե խղճի արտահայտության, այլ իշխանական турքի ձև։ Եվ երբ իշխանությունը փոխվեց, турքը նույնպես փոխեց իր հասցեատիրոջը։ 2018 թվականի ապրիլի 24-ի երեկոյան, երբ Երևանի փողոցները խթեր լի էին ցուցարարներով եւ անորոշության զգացումով, Գագիկ Ծառուկյանի անձնական օֆիսում տեղի ունեցավ մի հանդիպում, որի մասին պաշտոնապես երբեք չխոսվեց։ Ներկա էին նրա ամենամտերիմ խորհրդականները, եւ քննարկվող թեման մեկն էր. ինչպես պահպանել կապիտալը այն պարագայում, երբ հին համակարգը փլատակների է վերածվում։ Ըստ մի անանուն վկայի, ով այդ հանդիպման ժամանակ գտնվում էր շենքում, խոսակցության ընթացքում մի անգամ հնչեց Ռիտա Սարգսյանի անունը, եւ Ծառուկյանը լռեց։ Ոչ թե բարկությամբ, ոչ թե ափսոսանքով, այլ այն տեսակի լռությամբ, որը ասում է ավելին, քան 1000 բառեր։ Նա պարզապես շարժեց ձեռքը, կարծես փորձելով մերժել այդ թեման եւ ասաց. այդ էջը փակված է։ Սակայն խնդիրն այն էր, որ այդ էջը չէր կարող ավելի արագ փակվել, քանի որ մի շարք պարտավորություններ դեռ կանգ էին առած, եւ դրանցից մեկը վերաբերում էր Արագիլ հիմնադրամի ծրագրերի ապագային։ Ծառուկյանը տարիներ շարունակ ֆինանսավորել էր անպտղության բուժման կլինիկաները, եւ բազմաթիվ ընտանիքներ դեռ հույս ունեին, որ նրա աջակցությունը կշարունակվի։ Սակայն այդ օրերին, երբ քաղաքական քարտեզը փոխվում էր ամեն վայրկյան, բարեգործությունը դադարել էր լինել առաջնահերթություն։ Ծառուկյանի թիմը ստացել էր հստակ հրահանգ՝ դադարեցնել բոլոր կապերը նախկին առաջին տիկնոջ ցանկացած նախաձեռնության հետ, եւ սա ենթադրում էր նաեւ գումարների հոսքի լիակատար ընդհատում։ Ինչու այդ որոշումը կայացվեց այդքան արագ։ Արդյոք Ծառուկյանը իսկապես հավատում էր, որ իր անունը կմաքրվի, եթե նա անջատվի Սարգսյաններից, թե դա պարզապես վախի արդյունք էր։ Նույն օրերին, երբ հարյուրավոր մարդիկ փողոցներում պահանջում էին իրավունք եւ նոր սկիզբ, կային նաեւ մարդիկ, ովքեր ապրում էին անտանելի սպասման մեջ, հուսով, որ իրենց բուժման ծրագրերը կշարունակվեն։ 37-ամյա Արմինեն եւ նրա ամուսինը տարիներ շարունակ փորձում էին երեխա ունենալ, եւ 2018 թվականի մարտին վերջապես Արագիլ հիմնադրամի միջոցով նրանք սկսեցին իվեհո բուժում։ Դա անչափ թանկ գործընթաց էր, եւ առանց ֆինանսական աջակցության նրանք երբեք չէին կարողանա այն իրականացնել։ Ապրիլի վերջին, երբ նրանք սպասում էին հաջորդ պրոցեդուրայի համար նախատեսված օրվա, կլինիկայի տնօրենը զանգահարեց եւ ասաց, որ հիմնադրամը ժամանակավորապես կասեցրել է ֆինանսավորումը, եւ նրանք պետք է սպասեն կամ գտնեն այլ աղբյուր։ Արմինեի ձայնը դողում էր, երբ նա հարցրեց. ինչքան ժամանակ սպասել, եւ պատասխանը եղավ անորոշ. մենք չգիտենք։ Սա չէր միայն քաղաքական թատրոնի հետևանք, այլ ուղղակի ողբերգություն նրանց համար, ովքեր իրենց ապագան կապում էին այդ ծրագրերի հետ։ Եվ ամենավշտացուցիչն այն էր, որ նրանք լավ գիտեին, թե ով էր ֆինանսավորել այդ բուժումները։ Նրանք հիշում էին Գագիկ Ծառուկյանի անունը, գրված հիմնադրամի պատերին որպես հայրենասեր բարերար։ Եվ այժմ այդ անունը վերածվել էր պատմության թանգարանային ցուցանակի, առանց որևէ իրական նշանակության։ Ավելի խորն էր պատմությունը Սամվել Ալեքսանյանի դերակատարման մասին։ Այդ օրերին, երբ քաղաքական ուժերը վերաբաշխվում էին ամեն րոպե, Ալեքսանյանը որոշեց չլռել, այլ բացահայտորեն խոսել։ Հունիսի 6-ին, երբ նա պաշտոնապես դուրս եկավ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, նրա մամուլի հայտարարությունը ներառում էր մի արտահայտություն, որը շատերին թվաց շատ հարմարավետ բացատրություն։ Ես միշտ եղել եմ բիզնեսմեն, ոչ թե քաղաքականագետ, եւ երկրի տնտեսական կայունությունը իմ առաջնահերթությունն է։
Սա հնչում էր բարձրաձայն անկեղծության պես, բայց նրա անցյալը պատմում էր այլ բան։ Տարիներ շարունակ Ալեքսանյանը եղել է ՀՀԿ-ի ամենահզոր ձայներից մեկը ազգային ժողովում, եւ նրա միջոցով անցել են օրենքներ, որոնք ուղղակիորեն ծառայել են իր մոնոպոլիստական շահերին։ Նա ընտրվել էր քաղաքականության մեջ ոչ թե պատահականորեն, այլ որպես Սերժ Սարգսյանի անձնական ընտրություն, երաշխավորելու համակարգի կայունությունը ազգային ժողովում։ Եվ այժմ, երբ այդ համակարգը փլատակվում էր, Ալեքսանյանը հանկարծ հայտնվեց բիզնեսմենի հանգիստ եւ անաղմուկ դիրքում։ Սակայն ամենահետաքրքիրը չէր այն, թե նա ինչպես էր արդարացնում իր դիրքորոշումը, այլ այն, թե ինչպես նա փորձում էր ջնջել իր հետքերը նախկին բարեկամների հետ։ Պատմում են, որ մայիսի վերջին, երբ Ռիտա Սարգսյանի մտերիմ ընկերուհիներից մեկը փորձեց զանգահարել Ալեքսանյանի կնոջը, հարցնելու թե արդյոք նրանք կգան երեխաների բարեգործական միջոցառմանը, պատասխանը եղավ կարճ ու սառը. մենք այլևս չենք կարողանում մասնակցել։ Խոսակցությունը տևեց ընդամենը 20 վայրկյան, եւ այն ավարտվեց առանց որևէ բացատրության։ Նախկինում, երբ նման հրավերներ էին գալիս, Ալեքսանյանների ընտանիքը ոչ միայն ներկա էր լինում, այլև բերում էին ծանր նվերներ, այդ թվում նույնպես խոշոր նվիրատվություններ։ Սակայն այդ օրերին նրանք վերածվել էին անտեսանելի ստվերների, ովքեր խուսափում էին ցանկացած կապից, որը կարող էր նրանց կապել հին համակարգի հետ։ Եվ այս անտեսանելիությունը ստիպեց շատ մարդկանց հարցնել, արդյոք նրանք երբևէ իսկապես հարգել են Սարգսյանների ընտանիքը, թե այդ հարգանքը միշտ եղել է միայն քաղաքական անհրաժեշտության արդյունք։ Քավորական կապերը, որոնք Հայաստանում համարվում են սուրբ եւ անհատակ, այդ օրերին ցույց տվեցին իրենց իրական արժեքը։ Երբ Սամվել Ալեքսանյանի ընտանիքն ու Սերժ Սարգսյանի ընտանիքը դարձան խնամիներ, կապված մկրտության արարողությամբ, դա դիտվեց որպես անվերադարձելի խոստում, միմյանց աջակցելու ցանկացած իրավիճակում։ Քավորական կապը նշանակում է, որ երկու ընտանիքներն իրար նկատմամբ ունեն հոգևոր պարտավորություն, որը ավելի խորն է, քան պարզ բարեկամություն։ Սակայն 2018 թվականի ապրիլ-մայիսին, երբ քաղաքական հողմերը փոխվեցին, այդ սուրբ կապերը վերածվեցին թղթե պայմանագրերի, որոնք այրվեցին առանց որևէ զղջալու։ Ալեքսանյանի կողմից Սարգսյանների նկատմամբ ցուցաբերված դավաճանությունը համարվեց ոչ միայն քաղաքական, այլև հոգևոր մեղք, քանի որ քավորական խոստումները չեն կարող դիպել մի կողմ այդպես հեշտությամբ։ Սակայն Ալեքսանյանի համար այս պահին անձնական գոյատևումը կայանում էր ոչ թե հոգևոր պարտավորությունների պահպանման մեջ, այլ իր բիզնես կապիտալի փրկության մեջ, եւ նա ընտրեց երկրորդը առանց որևէ տատանման։ Երբ քննարկվում է այդ ժամանակաշրջանը, անհնար է խուսափել մի հարցից. արդյոք Ռիտա Սարգսյանը փորձել էր անձամբ կապ հաստատել Ծառուկյանի կամ Ալեքսանյանի հետ։ Կան վկայություններ, որոնք հիշատակում են, որ նա իր մտերիմ օգնականների միջոցով փորձել է հասնել նախկին հովանավորներին, խնդրելով նրանց շարունակել աջակցել Արագիլ հիմնադրամի ծրագրերին, քանի որ դրանք վերաբերում էին մարդկանց կյանքերին, ոչ թե քաղաքականությանը։ Պատասխանները, եթե դրանք որևէ ձևով կային, եղել են լիովին լռություն։ Ծառուկյանը, ըստ այդ վկայությունների, հրահանգ էր տվել իր թիմին չպատասխանել ցանկացած զանգի, որը կարող էր վերաբերել Սարգսյանների ընտանիքին։ Ալեքսանյանը իր հերթին պարզապես անջատել էր հին հեռախոսահամարները, որոնք նախկինում կապում էին նրան առաջին տիկնոջ շրջապատի հետ։ Եվ այդ լռությունը, որը տևեց ամիսներ շարունակ, եղավ ավելի ուժեղ պատասխան, քան ցանկացած բաց մերժում։ Սա էր դավաճանության ամենասառը ձևը, երբ մարդիկ, ում դու համարում ես ընտանիք, պարզապես դադարում են պատասխանել քո ձայնին։ Կային նաև մանրամասներ, որոնք ցույց էին տալիս, թե ինչպես այդ լռությունը վնասեց ոչ միայն Ռիտա Սարգսյանին, այլև նրա շուրջը գործող մարդկանց։ Արագիլ հիմնադրամի աշխատակիցները, ովքեր տարիներ շարունակ նվիրված էին բուժման ծրագրերին, հանկարծ գտան իրենց անօգնական իրավիճակում։ Նրանք չկարողացան շարունակել պացիենտների բուժումը, քանի որ ֆինանսավորումը լիովին կտրվեց։ Մի աշխատակից, ով խոսեց անանուն պայմանով, հիշեց. մենք զանգահարեցինք բոլոր նախկին հովանավորներին, բայց նրանք կամ չէին պատասխանում, կամ ասում էին, որ այլևս չեն կարող աջակցել։ Մենք չէինք հասկանում ինչու, քանի որ ծրագրերը վերաբերում էին երեխաների կյանքերին, ոչ թե քաղաքականությանը։ Սակայն իրականությունն այն էր, որ այդ օրերին ամեն ինչ վերաբերում էր քաղաքականությանը, եւ անգամ երեխաների կյանքերը չէին կարող մնալ անկախ քաղաքական փոթորկից։ Ծառուկյանն ու Ալեքսանյանը հասկացել էին, որ ցանկացած կապ հին համակարգի հետ կվերածվի նրանց սեփական քաղաքական մահաճակատագրին, եւ նրանք ընտրեցին փրկել սեփական ակտիվները, մերժելով անցյալի պարտավորությունները։ Կար նաև մի ավելի խորը հարց, որը հետաքրքրում է շատերին. արդյոք Ծառուկյանն ու Ալեքսանյանը ստացել էին որևէ երաշխիք նոր իշխանություններից։ Հանրային քննարկումներում հնչում էր վարկած, որ հեղափոխական շարժման առաջնորդները ներկայացրել էին օլիգարխներին մի ընտրություն,
կամ շարունակել աջակցել Սարգսյաններին եւ ներառվել հետաքննությունների ցուցակներում, կամ անջատվել հին համակարգից եւ պահպանել իրենց բիզնեսները։ Այս վարկածը երբեք չհաստատվեց պաշտոնապես, սակայն այն բացատրում էր օլիգարխների արագ դիրքորոշման փոփոխությունը։ Ծառուկյանը, ով ներկա էր հանդիպման Փաշինյանի հետ ապրիլի վերջին, հայտնի է դարձավ իր ժողովրդի կողմում կանգնելու հայտարարությամբ, սակայն այդ հայտարարության հետևում կար ավելի մեծ մոտիվ։ Նա գիտեր, որ միայն այդպես կարող էր փրկել իր հսկայական կապիտալը։ Ալեքսանյանը նույնպես հասկացավ, որ եթե նա շարունակեր մնալ ՀՀԿ խմբակցության մեջ, նրա մոնոպոլիստական բիզնեսները կդառնային հետաքննությունների թիրախ, եւ դա կարող էր վերջ տալ նրա տնտեսական ավազակությանը։ Այսպիսով, նրանց դավաճանությունը չէր պարզապես հույզային որոշում, այլ սառը ռացիոնալ հաշվարկ, որը հիմնված էր վախի եւ սեփական շահերի վրա։ Եվ այդ վախի մթնոլորտը ներծծել էր ամբողջ օլիգարխական շրջանակը։ Երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, նրա ամենամտերիմ բիզնես գործընկերները չնկատեցին միայն քաղաքական ճգնաժամ, այլ նաև իրենց սեփական գոյատևման սպառնալիք։ Բարեգործական միջոցառումներում, որտեղ նախկինում վառում էին նրանց անունները որպես ազգի բարերարներ, այժմ նույն անունները դարձել էին հակաերոյի խորհրդանիշ, քանի որ ժողովուրդը տեսնում էր, որ նրանց հարստությունը կառուցվել էր համակարգի հովանու ներքո, ոչ թե ազնիվ աշխատանքով։ Եվ այդ ճանաչումը վախեցրեց նրանց այնքան, որ նրանք սկսեցին ջնջել իրենց կապերը նախկին ընկերների հետ, հույս ունենալով, որ ժողովրդական բարկությունը չի հասնի իրենց դռները։ Ծառուկյանն ու Ալեքսանյանը հասկացան, հավատարմությունը մեռած համակարգի նկատմամբ նշանակում էր քաղաքական ինքնասպանություն, եւ նրանք ընտրեցին դավաճանությունը որպես գոյատևման միակ ուղի։ Մայիսի վերջին, երբ արդեն հստակ էր, որ նոր իշխանությունը եկել է մնալու, Ռիտա Սարգսյանի մտերիմ շրջապատը սկսեց հասկանալ, որ նրանք միայնակ են։ Բոլոր այն մարդիկ, ում նա համարում էր ընտանիք, բոլոր այն օլիգարխները, ում հետ նա միասին նշում էր տոներ, բոլոր այն բարեկամները, ում երեխաներն աճել էին նրա թոռների հետ, հանկարծ վերածվեցին օտար մարդկանց։ Եվ այդ միայնության զգացումը եղավ ավելի ցավոտ, քան ցանկացած քաղաքական պարտություն։ Քանի որ քաղաքականությունը կարող է փոխվել, բայց անձնական դավաճանությունը նթողնում է հետքեր, որոնք երբեք չեն ջնջվում։ Ռիտա Սարգսյանը, ով ապրեց դեռ 2 տարի հեղափոխությունից հետո, այդպես են հրապարակային չխոսեց այն մասին, թե ինչ զգաց, երբ նրա ընտանիքը երես թեքեց նրանից։ Սակայն նրա լռությունը խոսում էր ավելի բարձրաձայն, քան ցանկացած հարցազրույց կարող էր խոսել։ Արդյոք այդ օլիգարխները երբևէ զղջացին իրենց ընտրության համար, թե նրանք գոհ էին, որ փրկեցին իրենց կապիտալը։ Երբ արխիվների աշխատակիցները 2019 թվականի ամռանը սկսեցին դասակարգել կառավարական նիստերի դահլիճում գտնված փաստաթղթերը, նրանք նկատեցին մի տարօրինակ մանրամասնություն։ Ռիտա Սարգսյանի հիմնադրամների ֆինանսական հաշվետվություններից մոտ 30 էջ պակասում էին։ Ոչ թե պատահականորեն կորել էին, այլ ջնջվել էին համակարգված կերպով, հատուկ գործիքներով, որոնք թողնում էին միայն թղթի մխոցված եզրերը։ Այդ էջերը պարունակում էին գաղտնի պայմանագրերի ստորագրությունները, որտեղ նշված էին Ծառուկյանի եւ Ալեքսանյանի անձնական հաշիվներից կատարված փոխանցումները, ոչ թե բարեգործական, այլ քաղաքական բնույթի։ Ինչու պետք էր այդ էջերը անհետացնեին հենց ապրիլի 23-ի երեկոյան, երբ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո անվտանգության ծառայությունները դեռ գտնվում էին շենքում։ Ով տվեց հրամանը այդ փաստաթղթերը ոչնչացնելու, եւ ինչ գաղտնիք էր թաքնված այն տողերում, որոնք այդպես արագ վերածվեցին մոխրի։ Կար մի վկա, Պահակ, ով տեսավ, թե ինչպես երկու անձինք, մուգ կոստյումներով, դուրս եկան սենյակից, վրաններից մեկում կրելով փաստաթղթերի փաթեթ, որը քիչ անց այրվեց շենքի ետնամասում գտնվող կայանատեղում։ Այդ մարդիկ չէին սովորական աշխատակիցներ, նրանք պատկանում էին ազգային անվտանգության ծառայությանը, եւ նրանց առաքելությունը կայանում էր ոչ թե արխիվների պահպանման, այլ կոնկրետ տեղեկությունների վերացման մեջ։ Եվ այդ տեղեկությունները վերաբերում էին ոչ միայն դրամական հոսքերին, այլև մի ավելի խորը իրողության՝ օլիգարխների եւ իշխանական ընտանիքի միջև գոյություն ունեցող չգրված օրենքներին, որոնք երբեք չպետք է դառնային հրապարակային։ Մի փաստաթուղթ, որը փրկվեց այդ ոչնչացումից, հայտնաբերվեց 3 ամիս անց մի հին արխիվատան սենյակում, որտեղ պատահականորեն թողնված էր բարեգործական հաշվետվության պատճենը։ Այդ հաշվետվությունը ցույց էր տալիս, որ 2017 թվականին Սամվել Ալեքսանյանը փոխանցել էր Արագիլ հիմնադրամին 3 միլիոն եվրո, բայց այդ գումարից միայն կեսն էր իրականում օգտագործվել անպտղության բուժման համար։ Մնացած մասը փոխանցվել էր մեկ այլ հաշիվ, որի սեփականատերը չէր նշված, բայց փորձագետները կասկածում էին, որ այդ հաշիվը կապված էր քաղաքական ֆինանսավորման հետ, հատկապես ՀՀԿ-ի արշավների համար։ Սա նշանակում էր, որ բարեգործությունը ծառայում էր որպես լվացման մեխանիզմ,
Օլիգարխները տալիս էին միլիոններ բարեգործության անվան տակ, սակայն իրականում դա էր քաղաքական տուրք, որը երաշխավորում էր իրենց բիզնեսի անձեռնմխելիությունը։ Եվ երբ համակարգը փլատակվեց, այդ սխեմաներն էլ դադարեցին գործել, քանի որ նոր իշխանությունը չէր ընդունում հին կանոններով խաղալը։ Ալեքսանյանը, ով գիտեր այդ սխեմաների մանրամասները, հասկացավ, որ եթե այդ փաստաթղթերը հրապարակվեն, նա կարող է հայտնվել ոչ միայն քաղաքական, այլև քրեական հետապնդման ներքո։ Ուստի նրա ամենասուր խնդիրն էր ոչնչացնել բոլոր հետքերը, որոնք կարող էին կապել նրան Սարգսյանների հետ։ Եվ դա նշանակում էր նաև լիակատար անջատում Ռիտա Սարգսյանի հիմնադրամներից։ Նույն ժամանակաշրջանում Գագիկ Ծառուկյանի վարքագիծը ցույց էր տալիս մեկ այլ քայլվածք։ Նա ոչ միայն լռեց, այլև սկսեց ակտիվ բանակցություններ նոր իշխանության հետ։ 2018 թվականի մայիսի սկզբին, երբ դեռ անորոշ էր, թե ով կլինի հաջորդ վարչապետը, Ծառուկյանի թիմը արդեն հաստատել էր շփումներ Նիկոլ Փաշինյանի խորհրդականների հետ։ Այդ հանդիպումների մասին պաշտոնապես չխոսվեց, սակայն մամուլում հայտնվեցին լուրեր, որ Ծառուկյանը առաջարկել էր նոր իշխանություններին ֆինանսական աջակցություն, դիմաց ստանալով երաշխիք, որ նրա բիզնես կառույցները չեն ենթարկվի հետաքննության։ Այս բանակցությունները չհաստատվեցին, սակայն Ծառուկյանի անունը երբեք չհայտնվեց այն սև ցուցակում, որտեղ նշվեցին հին օլիգարխները։ Նա կարողացավ պահպանել իր կապիտալը եւ նույնիսկ ընդլայնել իր քաղաքական դերը, դառնալով Բարգավաճ Հայաստան կուսակցության անփոխարինելի ղեկավար։ Սակայն այդ հաջողության գինը եղավ լիակատար դավաճանություն Սարգսյանների ընտանիքի նկատմամբ, եւ Ռիտա Սարգսյանը, ով տարիներ շարունակ կանգնած էր նրա կողքին, այդպես էլ չստացավ նույնիսկ մեկ հեռախոսազանգ, բացատրություն կամ ներողություն խնդրելու համար։ Կար մի ավելի խորը համահունչ, որը կապում էր այդ երկու մարդկանց՝ Ծառուկյանի եւ Ալեքսանյանի։ Նրանք երկուսն էլ հասկացել էին, որ հեղափոխությունը ոչ թե վերջավորություն էր, այլ նոր հնարավորություն, վերագրելու իրենց անցյալը եւ շարունակելու գործել նոր քաղաքական մթնոլորտում։ Սակայն այդ վերագրումը պահանջում էր անցյալի ամբողջական ջնջում, եւ դա ենթադրում էր, որ նրանք պետք է մերժեին ամեն ինչ, ինչ կապում էր իրենց հին համակարգի հետ։ Ռիտա Սարգսյանը դարձավ այդ ջնջման առաջին զոհը, քանի որ նրա հիմնադրամները խորհրդանշում էին ամբողջ այն սխեման, որի միջոցով օլիգարխները վճարում էին իրենց լոյալությունը։ Եվ երբ համակարգը փլատակվեց, այդ հիմնադրամները նույնպես պետք է անհետանային, որpիսի չմնար որևէ հետք, որը կարող էր վնասել նոր դիրքավորումը։ Ուստի Ծառուկյանն ու Ալեքսանյանը դարձան անտեսանելի, այլևս չպատասխանեցին զանգերին, չգացին հանդիպումների եւ փաստորեն ջնջեցին իրենց անցյալի կապերը, հույս ունենալով, որ ժողովրդական հիշողությունը կլինի կարճատև եւ նրանք կվերափոխվեն որպես նոր Հայաստանի բիզնեսմեններ։ Երբ խոսում ես այդ օրերի մասին բարեգործական աշխատակիցների հետ, ովքեր անմիջականորեն տեսել են այդ դավաճանության հետևանքները, նրանք հիշում են մի տարօրինակ դրվագ։ Մայիսի վերջին, երբ Արագիլ հիմնադրամի գրասենյակ զանգահարեց մի կին, ով փնտրում էր աջակցություն իր ԻՎՀ բուժման շարունակության համար, աշխատակիցը չկարողացավ պատասխանել դրական։ Երբ կինը հարցրեց ինչու են դադարեցրել ծրագիրը, աշխատակիցը կարող էր միայն ասել հովանավորները այլևս չեն կարող ֆինանսավորել։ Կինը հարցրեց ով էր հովանավորը, եւ պատասխանը եղավ լռություն։ Քանի որ ինչպես կարող է իր բացատրել, որ հովանավորները հանկարծ վերածվեցին ստվերների, ովքեր ընտրեցին սեփական բիզնեսի փրկությունը, մերժելով հարյուրավոր ընտանիքների հույսերը։ Այդ լռությունը եղավ ամենաարտաբերն այն ամենի մեջ, ինչ տեղի ունեցավ, քանի որ այն ցույց էր տալիս, որ օլիգարխների բարեգործությունը երբեք չէր եղել անկեղծ, այլ միայն քաղաքական ապահովագրություն, որը կորցրեց իր արժեքը, երբ քաղաքական քարտեզը փոխվեց։ Հարցը, որ շատերը տալիս էին այդ օրերին, կայանում էր նրանում. արդյոք Ռիտա Սարգսյանը իմացել էր, թե ինչ էր իրականում տեղի ունենում նրա հիմնադրամների ֆինանսավորման հետևում։ Կային վկայություններ, որ նա հավատում էր իր բարեգործական առաքելությանը եւ համարում էր, որ օլիգարխները իրոք աջակցում են նրան հումանիտար նպատակներով։ Սակայն մի մասն էլ կասկածում էին, որ նա լավ գիտեր, թե ինչպես էր այդ համակարգը գործում, եւ ընդունել էր այն որպես անխուսափելի իրականություն, որում քաղաքականությունը եւ բարեգործությունը խառնվում էին իրար։ Սակայն անկախ նրանից, թե ինչ գիտեր կամ չգիտեր Ռիտան, իրականությունն այն էր, որ երբ համակարգը փլատակվեց, նա մնաց միայնակ, առանց հովանավորների, առանց ընկերների, առանց նույնիսկ մեկ հեռախոսազանգի, որը կարող էր բացատրել, թե ինչու նրանք երես են թեքել նրանից։ Եվ այդ միայնությունը ցույց տվեց, որ նա երբեք չէր եղել այդ մարդկանց համար իրական ընկեր, այլ միայն քաղաքական սիմվոլ, որը կորցրեց իր արժեքը, երբ քաղաքական կանոնները փոխվեցին։
Ամենաեղծելին այն էր, որ Ծառուկյանն ու Ալեքսանյանը ոչ միայն դավաճանեցին Սարգսյանների ընտանիքին, այլև դավաճանեցին բոլոր այն մարդկանց, ովքեր հույս ունեին նրանց բարեգործության վրա։ Հարյուրավոր երեխաներ, ում սրտի վիրահատությունները պետք է ֆինանսավորվեին, մնացին առանց բուժման։ Տասնյակ զույգեր, ում ԻՎՀ ծրագրերը կիսատ էին մնացել, կորցրին իրենց վերջին հույսը ունենալ երեխա։ Եվ այդ ողբերգությունները տեղի ունեցան ոչ թե բնական աղետի պատճառով, այլ պարզապես այն պատճառով, որ օլիգարխները որոշեցին փրկել սեփական կապիտալը եւ դադարեցրին ֆինանսավորել այն ծրագրերը, որոնք նախկինում օգտագործում էին որպես քաղաքական մաքիաժ։ Եվ այս փաստը ցույց էր տալիս, որ նրանց համար բարեգործությունը երբեք չէր եղել մարդասիրություն, այլ միայն քաղաքական ներդրում, որը դադարեց լինել շահավետ, երբ քաղաքական իրավիճակը փոխվեց։ Երբ պատմաբաններն ուսումնասիրում են այդ ժամանակաշրջանը, նրանք նշում են մի կարևոր մանրամասն. օլիգարխների փախուստը տեղի չունեցավ պատահականորեն, այլ էր խորաթափանցված ռազմավարություն, որը պլանավորվել էր դեռ ապրիլի սկզբից։ Երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց իր Թավշյա հեղափոխությունը, հին օլիգարխները հասկացան, որ քաղաքական քարտեզը փոխվում է անդառնալիորեն, եւ նրանք սկսեցին պատրաստվել դեպի նոր իրականություն անցնելու համար։ Սա ենթադրում էր ոչ միայն քաղաքական դիրքորոշման փոփոխություն, այլև ամբողջ անցյալի ջնջում, ներառյալ բարեկամական հարաբերությունները, որոնք դարձել էին տոքսիկ։ Ծառուկյանը, ով ուներ էր բարդ պատմություն Սարգսյանների հետ, արագ հասկացավ, որ նրա գոյատևումը կախված էր նրանից, թե որքան արագ կարող է անջատվել հին համակարգից։ Ալեքսանյանը, ով համարվում էր Սերժ Սարգսյանի ամենահավատարիմ զինվորներից մեկը, նույնպես կատարեց արագ շրջադարձ, գիտակցելով, որ նրա բիզնեսի ապագան կախված է նրանից, թե ինչքան արագ կարող է դառնալ չեզոք։ Եվ այդ ռազմավարությունը աշխատեց, քանի որ նրանք երկուսն էլ կարողացան պահպանել իրենց կապիտալները եւ նույնիսկ շարունակել գործել նոր քաղաքական միջավայրում, առանց լուրջ հետևանքների։ Ինչ մնաց Ռիտա Սարգսյանին այդ բոլոր դավաճանություններից։ Նա մնաց ընտանիքի հետ, փակ, լռության մեջ, առանց հանրային հայտարարությունների, առանց բողոքների։ Նրա լռությունը եղավ ավելի հզոր, քան ցանկացած խոսք կարող էր լինել, քանի որ այն արտացոլում էր խորը ցավը, այն մարդկանց կողմից, ում նա համարում էր ընտանիք, երես թեքելը։ 2020 թվականին, երբ Ռիտա Սարգսյանը մահացավ, ոչ մի նախկին բարեկամ օլիգարխ ներկա չեղավ հուղարկավորությանը։ Ծառուկյանը չէր, Ալեքսանյանը չէր, եւ բոլոր այն մարդիկ, ում հետ նա տարիներ շարունակ միասին է շարժվում, նույնպես բացակայում էին։ Սա եղավ վերջնական հաստատումը, նրանց բարեկամությունը միշտ եղել էր քաղաքական, ոչ անձնական։ Եվ երբ քաղաքականությունը փոխվեց, բարեկամությունը նույնպես անհետացավ։ Արդյոք այդ մարդիկ երբևէ զգացել են մեղք, թե նրանք լիովին հաշտություն են արել իրենց ընտրության հետ։ Պատասխանը ամենայն հավանականությամբ կայանում է նրանում. օլիգարխները չեն ապրում մեղքի զգացումով, քանի որ նրանց աշխարհը կառուցված է սառը հաշվարկի վրա, ոչ թե հույզերի։ Նրանք ընտրեցին գոյատևել, փրկեցին սեփական բիզնեսները եւ անցան հաջորդ գլուխ, առանց նայելու հետ։ Եվ այդ սառն ռացիոնալությունը ցույց է տալիս, որ Հայաստանի օլիգարխական համակարգում հավատարմությունը միայն բառ է, որը օգտագործվում է այնքան ժամանակ, քանի դեռ շահավետ է։ Եվ երբ այդ շահավետությունը վերանում է, հավատարմությունն էլ վերանում է, առանց հետք թողնելու։ Երբ 2018 թվականի հունիսի առաջին օրերին Երևանի կենտրոնական հրապարակներում դեռ տոնում էին Թավշյա հեղափոխության հաղթանակը, Ռիտա Սարգսյանի անձնական օրագրում հայտնվեց մի գրառում, որը երբեք չհրապարակվեց։ Այդ գրառումը, որի մասին իմացան միայն ընտանիքի ամենամտերիմ անդամները, պարունակում էր մի նախադասություն. Երբ քեզ մոռանում են նրանք, ում համար դու ամեն ինչ արել ես, դու սկսում ես հասկանալ, որ երբեք իրականում ոչինչ չես արել։ Այս խոսքերը արտացոլում էին ոչ թե դառնություն, այլ խորը հիասթափություն, այն մարդկանց նկատմամբ, ում նա համարել էր ընտանիք։ Հունիսի 6-ին, երբ նրա ծննդյան օրն անցավ առանց ծաղիկների, առանց շնորհավորանքների, առանց նույնիսկ մեկ զանգի, Ռիտան նստած էր իր տան պատշգամբում եւ նայում դեպի Երևանի լեռնային տեսարանը։ Նրա կողքին գտնվող մի հին բարեկամուհի, ով այդպես էլ չթողեց նրան, հետագայում հիշեց այն խոսակցությունը։ Նա ասաց, որ հասկացել է, քաղաքականությունը չի ների, բայց մարդկային դավաճանությունը ներել անհնար է։ Եվ այդ բառերը բացատրում էին ամեն ինչ։ Ռիտա Սարգսյանը չէր զայրանում նոր իշխանության վրա, նա չէր կասկածում քաղաքական շրջադարձի մեջ, սակայն նա չէր կարողանում ընդունել, որ մարդիկ, ում նա սիրել եւ վստահել էր, այդքան արագ եւ անխղճահար կերպով կարող էին մոռանալ իրեն։ Ինչու այդ մարդիկ չկարողացան նույնիսկ մեկ զանգ կատարել, ասելու, որ նրանք չեն կարող շարունակել աջակցել, սակայն պահպանում են հարգանքը։ Արդյոք դա քաղաքական անհրաժեշտություն էր, թե պարզապես մարդկային թուլություն։
Նույն օրերին, երբ Գագիկ Ծառուկյանը ակտիվ քննարկումներ էր վարում Նիկոլ Փաշինյանի թիմի հետ, Բարգավաճ Հայաստան կուսակցության դերի վերաբերյալ նոր կառավարությունում նրա անձնական օֆիսի աշխատակիցները ստացել էին հստակ հրահանգ։ Ցանկացած հարց, որը վերաբերում էր Սարգսյանների ընտանիքին, պետք է անտեսվեր լիովին։ Ոչ մեկը չէր կարող խոսել նախկին կապերի մասին, եւ նույնիսկ հին լուսանկարները, որտեղ Ծառուկյանը երևում էր Ռիտա Սարգսյանի հետ բարեգործական միջոցառումներում, հանվեցին կուսակցության պաշտոնական սայթից։ Սա չէր պարզապես քաղաքական ռազմավարություն, այլ համակարգված ջնջում։ Ամեն ինչ, ինչ կարող էր կապել Ծառուկյանին հին համակարգի հետ, պետք է անհետանար։ Հունիսի 12-ին, երբ Ծառուկյանը տվեց իր առաջին մեծ հարցազրույցը հեղափոխությունից հետո, հարցազրույցավարը հարցրեց. «Ինչպես եք գնահատում Սերժ Սարգսյանի օրոք ձեր դերը»։ Ծառուկյանի պատասխանը եղավ խիստ հնարագիտական. «Ես միշտ եղել եմ ժողովրդի կողմում, եւ իմ բարեգործական գործունեությունը երբեք չի վերաբերել քաղաքականությանը»։ Սակայն բոլոր նրանք, ովքեր հիշում էին Ծառուկյանի եւ Ռիտա Սարգսյանի հարաբերությունները, գիտեին, որ այդ բառերը ուղղակի սուտ էին։ Քանի որ Ծառուկյանի բարեգործությունը ամբողջությամբ կապված էր քաղաքական հովանավորության հետ, եւ Ռիտան եղել էր այդ կամուրջի հիմնական մասը։ Սակայն այժմ, երբ այդ կամուրջը փլատակվել էր, Ծառուկյանը պարզապես ժխտում էր դրա գոյությունը, հույս ունենալով, որ հիշողությունը կլինի կարճատև։ Սամվել Ալեքսանյանի դեպքում տեղի ունեցավ ավելի խորը վերափոխում։ Հունիսի վերջին, երբ նա պաշտոնապես հեռացավ քաղաքական ասպարեզից եւ հայտարարեց, որ կենտրոնանում է միայն բիզնեսի վրա, նրա 5 գործընկերները նկատեցին մի տարօրինակ փոփոխություն նրա վարքագծում։ Ալեքսանյանը, ով նախկինում հայտնի էր իր բաց լինելով եւ շփումներով բիզնես էլիտայի հետ, հանկարծ դարձավ փակ եւ անմաչչելի։ Նրա անձնական հեռախոսահամարը փոխվեց, նրա գրասենյակում աշխատողների թիվը կրճատվեց, եւ նա դադարեցավ ներկա լինել հանրային միջոցառումներում։ Երբ մի հին բարեկամ փորձեց հասնել նրան, խնդրելով բացատրություն, թե ինչու Ալեքսանյանը դադարեցրեց աջակցել Արագիլ հիմնադրամին, պատասխանը եղավ կարճ. «Ես այլևս չեմ զբաղվում քաղաքականությամբ»։ Սակայն բարեգործությունը երբեք չէր քաղաքականություն, կամ գուցե այդպես էր։ Ալեքսանյանի համար բարեգործությունը միշտ եղել էր քաղաքական ապահովագրություն, եւ երբ այդ ապահովագրությունը յունը կորցրեց իր իմաստը, նա պարզապես դադարեցրեց վճարել պրեմիումները։ Եվ այդ սառը հաշվարկը ցույց էր տալիս, որ Ալեքսանյանի համար Ռիտա Սարգսյանը երբեք չէր եղել իրական բարեկամ, այլ միայն քաղաքական գործիք, որը դադարեց գործել, երբ իշխանությունը փոխվեց։ Հունիսի 25-ին տեղի ունեցավ մի դրվագ, որը հետագայում դարձավ խորհրդանշական։ Երևանի կենտրոնում, հին Արագիլ հիմնադրամի գրասենյակի շենքում, տեղի ունեցավ վերջին հանդիպումը աշխատակիցների եւ մի խումբ պացիենտների միջև, ովքեր դեռ հույս ունեին, որ ծրագրերը կվերսկսվեն։ 53 հոգի հավաքվել էին այդ սենյակում, նրանցից շատերը լացում էին, քանի որ հասկացել էին, որ իրենց վերջին հույսը կորել էր։ Հիմնադրամի տնօրենը, ով տարիներ շարունակ աշխատել էր Ռիտա Սարգսյանի հետ, փորձեց բացատրել. ֆինանսավորումը դադարել է, եւ մենք չենք կարող շարունակել առանց հովանավորների։ Մի կին, ով փնտրում էր աջակցություն իր երեխայի սրտի վիրահատության համար, բարձրացավ եւ հարցրեց. բայց մենք լսել ենք, որ հովանավորները շատ հարուստ մարդիկ են, ինչու նրանք չեն կարող աջակցել երեխաներին։ Պատասխանը եղավ լռություն։ Քանի որ ինչպես կարող էիր բացատրել, որ հովանավորները ընտրել են փրկել սեփական միլիարդները, փոխարեն երեխաների կյանքերի։ Այդ լռությունը ցավեց բոլորին, սակայն ամենաշատը ցավեց հիմնադրամի աշխատակիցներին, ովքեր տարիներ շարունակ հավատացել էին, որ իրենց գլեին, որ իրենց գործը իրոք փրկում է կյանքեր, սակայն այժմ հասկացել էին, որ այդ բոլորը եղել էր միայն քաղաքական թատրոն, որի վարագույրը իջեցվեց անակնկալ եւ անխնա։ Հուլիսի սկզբին, երբ Ռիտա Սարգսյանը վերջին անգամ փորձեց հասնել Գագիկ Ծառուկյանին, իր հին անձնական հեռախոսահամարի միջոցով, զանգը մնաց անպատասխան։ Նրա օգնականը, ով կատարեց զանգը Ռիտայի խնդրանքով, հետագայում հիշեց. նա ուզում էր միայն մեկ բան հարցնել. արդյոք նրանք դեռ հարգում են իրեն, կամ ամեն ինչ եղել է միայն գործարանություն։ Զանգը չստացվեց, եւ Ռիտան այդպես էլ չստացավ պատասխան։ Այդ օրվանից հետո նա դադարեցրեց փորձել կապ հաստատել ցանկացած նախկին բարեկամի հետ։ Նրա ընտանիքը հիշում է, որ այդ պահից սկսած Ռիտան դարձավ ավելի փակ, ավելի լուռ, եւ նա սկսեց խուսափել հանրային միջոցառումներից, նախընտրելով մնալ տանը, ընտանիքի հետ։ Նրա հին ընկերուհիներից մեկը հիշում է, նա ասաց, որ չի ցանկանում տեսնել նրանց դեմքերը, ովքեր դավաճանեցին իրեն, քանի որ դա ավելի շատ ցավեցնում է, քան քաղաքական պարտությունը։ Եվ այդ բառերը բացատրում էին Ռիտա Սարգսյանի հետագա կյանքի ողջ ուղեծիրը։ Նա ընտրեց լռությունը, փոխարեն հանրային բողոքի, քանի որ հասկացավ, որ ոչ մի բողոք չէր կարող վերադարձնել այն, ինչ կորցրել էր։ Անձնական հարգանքը եւ վստահությունը այն մարդկանց հանդեպ, ում նա համարել էր իր մարդիկ։ Երբ 2020 թվականի մարտին Ռիտա Սարգսյանը հիվանդացավ, նրա ընտանիքը փորձեց պահպանել այդ տեղեկությունը գաղտնի,
Սակայն լուրերը արագ տարածվեցին։ Հարկավոր էր սպասել, որ նախկին բարեկամները, ովքեր երբեմն շրջապատում էին նրան, գոնե մի հարցում կանեն. ինչպես է իր առողջությունը։ Սակայն ոչ մի զանգ չեղավ։ Ոչ Ծառուկյանի կողմից, ոչ Ալեքսանյանի կողմից, ոչ էլ ցանկացած այլ նախկին Քան ցանկացած ելույթ կարող էր խոսել։ Օլիգարխների համար Ռիտա Սարգսյանը եղել էր միայն քաղաքական սիմվոլ, եւ երբ այդ սիմվոլը կորցրեց իր արժեքը, նրանք պարզապես դադարեցրին տեսնել նրան որպես մարդ։ 2022 թվականին, երբ հետազոտողները հարցազրույց վարեցին Ռիտա Սարգսյանի մտերիմ ընկերներից մեկի հետ, նրանք հարցրեցին. արդյոք Ռիտան երբևէ խոսել է այն մասին, թե ինչ զգաց, երբ օլիգարխները երես թեքեցին իրենից։ Պատասխանը եղավ անակնկալ։ Նա միայն մի անգամ խոսեց եւ ասաց. ես սովորեցի ամենակարևոր դասը. քաղաքականության մեջ ընկերություն չկա։ Կան միայն շահեր, եւ երբ շահերը փոխվում են, ընկերությունն էլ անհետանում է։ Այս բառերը ամփոփում էին այն ամբողջ այն դաժան իրականությունը, որը Ռիտա Սարգսյանը ապրեց իր վերջին տարիներին։ Նա չնախատեց օլիգարխներին, նա չմեղադրեց նրանց, նա պարզապես ընդունեց այն փաստը, որ իր բարեկամությունը նրանց համար միշտ եղել էր տրանզակցիոնալ, եւ երբ տրանզակցիան դադարեց լինել շահավետ, բարեկամությունն էլ դադարեց գոյություն ունենալ։ Եվ այդ ընդունումը եղավ նրա վերջին բառը այդ պատմության մեջ, առանց ատելության, առանց վրեժխնդրության, սակայն լի խորը հիասթափությամբ։ 2 տարի անց Ռիտա Սարգսյանի մահից, երբ Հայաստանը արդեն ապրում էր նոր քաղաքական իրականության մեջ, Գագիկ Ծառուկյանը շարունակում էր մնալ երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Նրա բիզնես կապիտալը ոչ միայն չնվազեց, այլ նույնիսկ ընդլայնվեց, եւ նա դարձավ նոր իշխանության կարևոր գործընկերներից մեկը։ Սամվել Ալեքսանյանը նույնպես պահպանեց իր մոնոպոլիստական դիրքերը եւ շարունակեց գործել առանց որևէ լուրջ հետաքննության։ Երկուսն էլ արդարացրել էին իրենց ընտրությունը, փրկել սեփական կապիտալը, եւ դրանք երբեք հրապարակային չզղջացին իրենց դավաճանության համար։ Ռիտա Սարգսյանի ընտանիքը մյուս կողմից մնաց լռության մեջ, առանց հանրային հայտարարությունների, առանց մեղադրանքների, սակայն պահպանելով իրենց անձնական հիշողությունը այն մարդկանց մասին, ովքեր երբեմն համարվում էին ընտանիք։ Արագիլ հիմնադրամի նախկին պացիենտները, ովքեր կիսատ մնացած բուժումներով կորցրել էին իրենց վերջին հույսը, սկսեցին հավաքվել փոքր խմբերի մեջ, փորձելով միմյանց աջակցել անկախ ֆինանսավորումից։ Մի խումբ նախկին աշխատակիցներ ստեղծեցին փոքրիկ բարեգործական կազմակերպություն, որը շարունակեց աջակցել անպտուղ զույգերին, սակայն արդեն առանց օլիգարխների միլիոնների։ Նրանք աշխատում էին դժվարությամբ, սակայն գոնե գիտեին, որ իրենց գործը իրոք բարեգործական է, ոչ թե քաղաքական գործիք։ Եվ այս փոփոխությունը ցույց էր տալիս, որ իրական բարեգործությունը չի կարիք ունենալ միլիարդավոր դոնորների, եթե այն իրականում ծառայում է մարդկանց, ոչ թե քաղաքական շահերի։ Հայաստանի քաղաքական ասպարեզում օլիգարխների դերը փոխվեց, սակայն չանհետացավ։ Նոր իշխանությունը, որը սկզբում խոստացել էր վերջ տալ օլիգարխիային, հետագայում հասկացավ, որ տնտեսական համակարգը կախված է այդ մարդկանցից, եւ լիակատար ջնջումը կարող էր հանգեցնել տնտեսական անկման։ Ուստի Ծառուկյանի եւ Ալեքսանյանի նման օլիգարխները կարողացան պահպանել իրենց դիրքերը, փոխելով միայն իրենց քաղաքական գույները։ Նրանք այլևս չէին աջակցում կային, սակայն աջակցում էին նոր իշխանությանը, նույն սառը հաշվարկով, որով միշտ էլ աջակցել էին ցանկացած իշխանության։ Քանի որ նրանց համար իշխանությունը չէր կարևոր, անկախ նրանից, թե ով էր այդ իշխանությունը, կարևորը եղավ պահպանել սեփական կապիտալը եւ շարունակել գործել։ Բայց ամենակարևոր հարցը, որը մնաց անպատասխան, կայանում էր նրանում, ով իրականում պատասխանատու է այն համակարգի համար, որը վերածեց բարեգործությունը քաղաքական գործիքի։ Արդյոք մեղավոր էին միայն օլիգարխները, ովքեր օգտագործեցին բարեգործությունը որպես տուրք։ Թե մեղավոր էր նաև այն համակարգը, որը թույլ տվեց, որ այդ սխեմաները գործեն տասնամյակներ շարունակ։ Ռիտա Սարգսյանի դերը այդ համակարգում մնաց բարդ եւ հակասական։ Նա եղավ եւ զոհ, եւ մասնակից, քանի որ նրա հիմնադրամները, որոնք իրոք օգնում էին մարդկանց, միաժամանակ ծառայում էին որպես հարթակ, որտեղ օլիգարխները վճարում էին իրենց լոյալության համար։ Եվ երբ համակարգը փլատակվեց, այդ հիմնադրամներն էլ փլատակվեցին, թողնելով հետևում հարյուրավոր մարդկանց, ովքեր կորցրին իրենց վերջին հույսը։ Եվ վերջում մնաց մի բաց հարց. ինչպես կարող է մի երկիր կառուցել իրական բարեգործական համակարգ, երբ նրա օլիգարխները միշտ վերածում են յուրաքանչյուր բարի գործ քաղաքական հաշվարկի։ Արդյոք Հայաստանը երբևէ կսովորի տարանջատել բարեգործությունը քաղաքականությունից, թե նոր սերնդի օլիգարխները կշարունակեն նույն ճանապարհը, միայն տարբեր դեմքերով։ Եվ ամենակարևորը,
Արդյոք ժողովուրդը կհիշի Ռիտա Սարգսյանի պատմությունը որպես զգուշացում, թե այն պարզապես կվերածվի մեկ այլ մոռացված էջի Հայաստանի քաղաքական պատմության մեջ։ Քանի որ եթե մենք չսովորենք մեր սխալներից, մենք դատապարտված ենք կրկնելու դրանք, միայն նոր անուններով, երով եւ նոր դեմքերով։ Բայց գլխավոր հարցը մնում է անպատասխան. ով իսկապես կանգնած էր այն բոլորի հետևում, ովքեր վերածեցին բարեգործությունը քաղաքական խաղի։ Եվ ինչու՞։ Ճշմարտությունը դեռևս թաքնված է այն արխիվներում, որոնց մի մասը այրվեց ապրիլի 23-ի երեկոյան։